Շարունակում ենք սնվենք առողջ էջով։ Այսօր ուրախացնեմ շատերին, պատրաստելու ենք դեսերտ։ Կարծում եմ այս ուտեստը, այս սննդի տեսակը շատերիս համար կարևոր է, բայց երբեմն բոլորս ունենում ենք խղճի խայտ, չէ՞։ Ինչպես մեկնաբանեմ, մեր գործընկերները Մանոն եւ Ձյանան այսօր կմեկնաբանեն եւ կպատրաստեն դեսերտ, որը կոչվում է տիրամիսու։ Կարող ենք ասել ֆիթնես տիրամիսու, այ ինչու հիմա Ձյանան կմեկնաբանի, Մանոն էլ մեզ կասի, որ պետք չի խղճի խայտ ունենալ, եթե ճիշտ էլի գրագետ եք պատրաստում անգամ դեսերտը։ Խնդրեմ։ Այսօր պատրաստելու ենք շատ առողջ ու քիչ կալորիականությամբ տիրամիսու, ու իր ձողիկների փոխարեն օգտագործելու ենք չորահաց, իսկ կրեմի փոխարեն հունական յոգուրտ։ Ինչ մտածված է։ Սա էլ ենք ասում, ոչ թե միայն ֆիթնես, smart fitness տիրամիսու ավելացնենք։ Երակել եմ տեսնում։ Մենք ուշադիր կհետևենք, ես բաղադրիչները ընթացքում կկարդամ, Մանոն ջան, ինչ կասես դեսերտի մասին։ Ես շատ լավ բաներ եմ տեսնում, նայեք սպիտակուցու ունենք, չէ՞։ Ինչքան եք օգտագործում 100 գրամ յոգուրտը 150 մոտ 150 գրամ։ Ես հիմա արագ բաղադրիչները կարդամ, կլոր չորահաց, 4 հատ, մինի տորտի է նմանի դեպ արդեն ասեմ ջան, հունական յոգուրտ 200 գրամ ցանկալի ցածր յուղայնությամբ իհարկե, ելակը 1 կամ մի քանի հատ երևի հիմա կտեսնենք ինչքան որ կկիրառի Ձյանան եւ կակաոյի փոշի 5 գրամ։ Կոֆեինը, Մանո, ուզում եմ հարցնել, շատերը տես որ հարցնում են կոֆեին օգտագործում ես թե չէ, երբեմն օրինակ գլխացավերի հոգնածության համար ես ինքս խորհրդատվության ժամանակ հարցնում եմ, շատերը ասում են չէ, սուրճ չենք օգտագործում, կարծես թե շատ լավ են անում, բայց համաձայն եմ, որ երբեմն սուրճը պետք է, չէ, տոնուսավորելու համար, այ էներգիայի համար ինչ կասես։ Նայեք, մենք չենք կարող համարենք, եթե մարդը հրաժարվելա կոֆեից, ասենք որ ինքը սխալ է անում։ Այո։ Մենք չենք կարող դենց բան ասենք։ Այո։ Բայց նաև միշտ էլ ասել եմ, ամեն ինչ չափի մեջ լավ է։ Այո։ Okay, այսինքն եթե ես օգտագործեմ օր 2-3 բաժակ, դա օքեյ է, օգտակար է։ Կարա լինի նաև, այս վերջի դազոտությունները ասում են մինչև լյարդի ջարբագարման համար օգնում է, ժողովուրդ էդի դες օրենք մի ընդունեք, մի գլացեք ինձ օրը մի էսկան կոֆե խմեք, yəni ձեր լյարդի ջարբագարումը օգնում է, էներգիան դարիս է, okay, բայց ոչ տարավոտ սոված սպորին, գիտենք, հացից հետո։ Իսկ մենք անգիր կանենք, դու լավ է որ բարբերաբար հիշեցնես։ Որովհետեւ դու ասեն Մանոն ասեց։ Ճիշտ է։ Հետո գեսորին էլ բեք չի կոֆեն, խմել մի ամփոփ այս բամբաներ կա այդեն կավսրավենիկի, չգիտեմ մրկերի հետ բեք չի։ Կոֆեն առանձին վայելեք։ Ինչպես որ նայքի մի դնում է հանում մեջը, ինչքան եք թողում մեջը կոֆեի։ Շատ քիչ վարքյաններ։ Այս մի քանի գաթիլ է քաշելու մեջը։ Վարքյան։ Այստեղ մի հատ միտք ծակա մոդս, այս չորահացը օգտագործելուց առնելուց պետք է նաև առանց համի լինի, մեկ էլ առանց աղի, որովհետև իր դարբերակները շատ են, լինում է մենակ աղով, լինում է ամեմունքներով, երևի առնեն ստանդարտը, այն որ առանց համի, առանց աղի, չէ։ Մենք քաղցրն ենք վերցրել։ Տեսա, այսինքն մի որ դիվերսիբա է դեմ ասում։ Ձյանան ջան, հիմա չի թողնի օգտագործել։ Չէ, դե գասեմ էսա ինչն է։ Հիմա ուզում եք ասեք, մեկ վերցրել են քաղցրծվածը, ինչի համով է ինքը։ Քաղցրը, աղի չէ։ Ինչի։ Մանգոյի համովն եք վերցնում, չէ։ Գալիս են կոնկրետ չորահացերի մասին, երբ որ ինքը համեմված է լինում, նրանք օգտագործում են ֆրուկտոզ, այսինքն ինքը շաքար չի։ Գրաձերնում։ Կալորիան մեկ էլ գրում է ինքը, որ շաքար չի բռնագում, իրանք օգտագործում են փոխարինիչները։ Օրինակ դիաբետ ունեցող մարդուն կարելի է այս դեսերտից օգտվել։ Հանգիստ։ Ինչպես որ ինքը իր բաները օգտագործում է տաբլետները, նույնն է սա։ Ինչ կասես, դեսերտը պարտադիր է օգտագործել, ինչի՞ չէ, տրամադրության համար է լավ, մեկ անգամ ցանկալի է, թե կարելի է, օրինակ, մարդիկ կան, ովքեր ասում են չենք հագենում, ինչև ուտելիքը, այո, հիմնական ուտեստը կերանք, բայց մի քաղցր բան ենք հետո ուզում։ Դա ինչի նշան է, այ քաղցրի պահանջը։ Քաղցրի պահանջը, սենց ասեմ ձեզ, ինքրան չի գալի։ Քաղցրի պահանջը ունի հետևանքներից կա, ինչ որ հետևանքներ կան, որ գալիս է դրանից, այո։ Այսինքն գիշերը չենք քնել, վատ ենք քնել, ճիշտ ժամին չենք քնել, բոլորը միացրեցի։ Առավոտը նախաճաշը սկսել ենք քաղցրով, ջուր չենք խմել, okay, այս ամբողջը բերում է քաղցրի պահանջի։ Ինչ հետաքրքիր է, ուշադրություն դարձրեք, եթե լավ չեք քնում, եթե առավոտը սկսել եք դեսերտից հենց քաղցրով եք սկսել, ու երրորդը մանո։ Երրորդը Թեկուզ եթե մրգով են սկսել։ Եթե ջուր չեք բավարար խմել, թեկուզ եթե ածխաջրով եք, միայն ածխաջրով եք։ Եթե մրգով կոնկրետ մրգով, որտեղ ինքը շաքար համարվում էլի, այդ դեպքում սոված բեք չի։ Մենք միջև տարվեցինք զրույցով, Ձյանը, խնդրում եմ, մեկնաբանիր ինչ արեցիր։ Այս ամենասիրունն էր միջև մի։ Ինչ գեղեցիկ է։ Չորահացը թաթախեցի սուրճի մեջ, ամեն շերտի վրա ավելացրեցի հունական յոգուրտ, վերջում կակաո ու ձևավորեցի ելակով։ Շատ գեղեցիկ է։
Դեմ չես որ մանուն այս գեղեցիկ տեսքը խախտի եւ փորձի։ Իհարկե։ Դե մենք տեսքը արդեն տեսանք, պատկերացրինք, շատ արագ պատրաստվեց ամենակարևորը։ Սուրճը հայկական սև սուրճ էր, ոնց հասկանում եմ։ Կլինի նաև ամերիկանո։ Շատ լավ։ Ըստ ճաշակի։ Հայկական ամերիկան։ Հուսամ դուք եւս կփորձեք սիրելի հեռուստադիտողներ, մենք հետևում ենք, որ մանոն փորձի եւ էլի կիսվի իր կարծիքով, իսկ դուք պատրաստեք, հետևեք մեզ, եղեք իրազեկված, այսօր ինչքան բան իմացանք։ Սուրճը վատ չէ օգտագործել, քաղցրը, դեսերտը նույնիսկ կարող է այո ինչու ոչ էներգիա տալ, եթե էլի գիտակցված ու սննդարար եք օգտագործում, եւ իհարկե եթե կա նորմայից շատ չափազանցված քաղցրի պահանջ, եթե ունեք ուշադրություն դարձրեք քնի որակին, ջրի ընդունմանը, ինչքան եք օգտագործել եւ իհարկե արդյոք նախաճաշը չեք սկսել մրգերով, որը այդքան էլ չի ողջունում մանուն, իսկ մենք իր խորհուրդներին փորձում ենք հետևել։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Այսքանը գնացինք առաջ։